Մի քանի ամիս առաջ էր տեսա իմ ծանոթ աղջիկներից մեկին, բայց չէի ճանաչել, որտեվ շատ փոխվել էր արտաքնապես։ Տենց «Յահով, պրիվետ», բարև, չճանաչեցի, ասում եմ, չէ, աչքերի մեջ ջոկում եմ, որ ծանոթ է աչքերի արտահայտությունից, բայց տեղը չեմ բերում, ասես Լուսինեն եմ, սիվոր Լուսինեն, Հալաբյանից։ Լուսինեն Հալաբյանից ո՞րն է։ Հալաբյանցի Լուսկան էր, էլի։ Մեր հին ընկերներից էր տենց շատ ուրիշ արտաքին, ուներ կապույտ ֆիալետովի խառը մազերով, քթիողով, մեծ նաուշնիկներով, օվերսայզ լենշոյերով, փաբերում, բաներում մեկ-մեկ հանդիպում էինք ջահել տարիներին, մեկը տեսնում հիմա արդեն տենց մազերը սև ներկած, կիպ կապած, տենց օպտիկական ակնոցներով, փողկապով, տենց կոստյումչիկով, նեղ յուբկայով, սրճ գերմանական խուժանական կինոների տենց ուսուցչուհու կերպար, էլի ասում բա ինչով ես զբաղվում, Լուս ջան, ասեց քաղաքականությամբ։ Այսինքն դեպտել եմ քաղաքականություն, կառավարություն ունեմ, բլին արար։ Ասում ինչ ես, դե կինա չես կանչուր։ Կոնկրետ բան իմանաս, ես իմ դե ազգին ենք ծառայում, պրոտոկոլ, բանսս բաներ արում, վերջը շատ քչփորեցի, ինչ պարզվի։ Ես ոնց հասկացա էդ էր, էլի։ Կառավարության նիստերը որ ելնում է, նախարարները հավաքվում, կլոր սեղանի շուրջ նստում են, ջրեր կա, չէ՞ դրած սեղանին։ Պարզվեց այդ ջրերն է շարում սեղաններին։ Հետո կառավարությամբ ենք զբաղվում, երկիրն ենք փրկում, որը ինչքան լուրջ ենք վերաբերում, չէ՞ մենք այդ պաշտոնամոլությանը, ազգովի այդ պաշտոնամոլ բանն ենք, ասենք, չգիտեմ, մի հատ անկապ դեմ կարող տենես, իջնես քուչում մեկը ֆրֆրում է, կաստում գալստուկով, ցուցամատը տնգած արան, իսկ գարաժի դեմը չասի ավտոդին, տեսա մեկին տենց, էլի վերջը, այն ավտոն հանը գարաժից իսի Բուլբուլակը որ խմում եք իդ կրանտը փագի կարա, զիբիլով է թափելու բան, ցուցամատը տնգած խոսում ասում, նեցա խոսի կարող է նախագահն է, էլի, որտեղ նախագահային դեմքով չենք ճանաչում, կարա լինի նախագահ։ Դրանից մեկը ասեց թաղապետարանից է, հոջան, ասում անձամբ թաղապետն է, չէ, ասես թաղապետարանի պահեստապետն է։ Պահեստապետն է ցուցամատը տենց տնգած, պատկերացնում եք թաղապետը, լավ, մի խոսքով։ Այ տենց ու տենց Աչ ու ձախ բաները, ոնց կարելի է, եղբայր դու թաղապետարանի պահեստապետն ես, արա, դու պետք է ուշադիր լինես թաղապետարանում զուգարանի թուղթը պրծնի, ասես փոխեն, լամպուշկա վառվի, ասես նորը դնեն, մեկ-մեկ է թաղապետը գժված լինի, կանչի քֆրտի մի քիչ ներվերը հանգստան արա, դու թաղապետարանից դուրս հասարակ պիշիխոդ ես, ռադինով, արա, ինչքան ես վրետրերս է, շատ նայում ես դեմքին հասկանում ես, էլ են գիտեք, որ տպերից են, մանկության ընկերոջ հետ ազգանունով են սկսում խոսալ, զանգլասում ես Սիմոնյան չգնամ մի բաժակ բան խմում, նայում ես աչքին, ջոգում ես, որ սեփական հորը կտու գանի այդ ես դեմ, աղբահանության փողը ուշացնելու համար, պապային, պատկերացնում է, ու վերջում գիտեք ուր են գնում հիմնականում տենց բան, վստահված անձ բանց, ընտրություններին, ես տանել չեմ, ամենայն հարգանքով իրանց չանձնավոր եք խնդրում եմ, բայց անվստահելի մարդիկ են այդ վստահված անձին, հասարակ բան, 5 տարին մեկ մի օրանոց գործ է, էդ ինչ ոչ իման չի ներկայացնեն, սթից բան ալում, խաղթում է, հարկել իրագրողներ եկեք, ընտրախաղթում է տեղի ինչ արա, թորնիկը տատիկի ձերքը, վրնած, մտավ ինչ արա, 5000 տարեկան տատի է, նրա ձերը թողս ընգնելու է փեշերվի քվեն վարի գնա կորի թորնիկն էլ անչապահազ է, 18 տարեկան երեխան տատուն ուղեկցում է Ունես գորում է բանտուս, թորիկ տատիկի հետ մտավ ընտրախուցը մտավ, ընտրախուցը։ Ես պես կես ծոմա խուժան բան է ասում։ Մի խոսքով զզվելի բան է քաղաքականություն ենք, որ խորանում ես ոչ տատը հարցնում, ոչ թոր։ Մոսկվայում բնակվող սիրելի հանդիսատես, լավագույն նվերը ձեր կանանց։ Հակամարտություն ստենդափ կատակերգությունը կարող եք դիտել մարտի 10-ին, ժամը 20-ին, Մերիդիան մշակութային կենտրոնում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, սիրով կսպասեմ ձեզ։